Մեր օրացույցը միշտ չէ, որ այսպիսին է եղել։ Պատմության մեջ մի շարք տարբեր օրացույցներ կամ այսպես կոչված տոմարներ են ի հայտ եկել, որոնք հետաքրքիր զուգադիպությամբ, ինչպես այսօր, այնպես էլ հանում, ունեցել են 12 ամիս, սակայն տարբեր են եղել օրերի քանակը և դրանց հաշվարկման ձևը։ Թերևս ամենահայտնի տոմարներից են եղել հին եգիպտականը, որը հաշվարկվում ու սկսվում էր Նեղոս գետի վարարման ընթացքով, ունենալով 12 ամիս և յուրաքանչյուր ամսվա 5 լրացուցիչ օր։ Հաջորդիվ իր տարածման քանակով հին բաբելոնյան տոմարն էր։ Այստեղ են օրերի քանակն այնպիսին էր, ինչպիսին Եգիպտականում, սակայն հաշվարկումը տեղի է ունենում լուսնային օրերով։ Այնուհետև թաքթիրաբեմ են բարձրանում հռոմեացիները, որոնք, ինչպես և բաբելոնացիները, առաջնորդվում էին լուսնային օրերով մինչև Հուլիոս Կեսարի առաջնորդման վերջին տարիները, իսկ ավելի կոնկրետ, մեր թվարկությունից առաջ 46 թվականը։ Հենց Կեսարի հրամանով մի քանի տասնամյակ շարունակ աստղաբաններն ու մի շարք հազարավոր գիտնականներ հետևում էին արևի ու լուսնի հերթափոխներին։ Հուլյան օրացույցը հիմնականում կազմված էր արեգակի շարժով և այդ փոփոխությունը լուծեց եղանակների և տոմարի միջև անհամապատասխանությունները։ Իր ստեղծման պահին ամբողջովին համապատասխանում էր ներկայիս տոմարով կազմված օրացույցային օրերին, սակայն ուներ մի թերություն։ 128 տարին մեկ անգամ, նահանջ տարիների սխալ ընկալման ու հաշվարկման պատճառով մեկ օր էր ավելանում, որն էլ հետո իր հերթին առաջացրեց անճշգրտություններ և ահա կարիք եղավ նոր տոմարի։ Եվ ինչպես միշտ բոլոր խնդիրների լուծման ճանապարհները տարան դեպի Հռոմ և 1582 թվականին Հռոմի պապ Գրիգոր 13-րդը ներկայացրեց նոր Գրիգորյան տոմարը։ Հունվարի 1-ը դարձավ տարվա պաշտոնական սկիզբ։ Հուլյան տոմարի մեջ եղած անճշտությունները շտկելու համար որոշ օրեր պարզապես դուրս թողնվեցին, որն էլ իր հերթին Գրիգորյան և Հուլյան տոմարների մեջ առաջացրեց 10 օր իր ժամանակի ընթացքում 13 օր տարբերություն։ Այս տոմարների փոփոխությունը լուծում էր եղանակների տարբերակման, ամիսների, օրերի և ժամերի հստակ ժամանակացույցի կարգավորման մի շարքահարցերը։ Բայց բարձիթողի վիճակում էին տարեթվերը և դրանց կանոնակարգման ձևերն ու սկզբունքները։ Այս խնդիրը համակարգային կերպով փորձ կատարեց լուծելու հույն քրիստոնյա վանական ժամանակագրագետ Դիոնիսիոս Փոքրիկի կողմից։ Նա ցանկանում էր ստեղծել ժամանակագրական մի համակարգ, որը կփոխարիներ ավելի վաղ օգտագործվող Դիոկլետիանոսյան դարաշրջանին, որը հիմնված էր հռոմեական կայսր Դիոկլետիանոսի իշխանության վրա։ Դիոնիսոսը որպես սկիզբ ընդունեց այն տարեթիվը, որը նա հաշվարկեց որպես Հիսուս Քրիստոսի ծնունդը։ Այդուհանդերձ հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ նրա հաշվարկը փոքր-ինչ սխալ էր և իրականում Հիսուս Քրիստոսը ծնվել է Քրիստոսից առաջ 4-6 թվականների միջև։ Չնայած այս ամենին համակարգը լայնորեն ընդունվեց Եվրոպայում և հետագայում ամբողջ աշխարհում դառնալով ժամանակագրական ընդհանրացված համակարգ և հիմք դարձավ Գրիգորյան տոմարի ճշգրտության համար։ Սակայն տոմարների այս մեկը մյուսին հերթափոխումը միանշանակ չի ընդունվել։ Գրիգորյան տոմարը հեշտությամբ ընդունվեց կաթոլիկ և հետագայում նաև բողոքական աշխարհում
իսկ օրինակ Հայաստանը պաշտոնապես Գրիգորյան տոմարին անցավ 1924 թվականին։ Մինչ վերջինիս տոմարին անցնելը Հայաստանում տարին սկսվում էր մարտի 21-ին, որը համընկնում էր գարնանային գիշերահավասարի հետ։ Հին հայկական տոմարում մեկ տարին ուներ 365 օր, 12 ամիս, 30 օր և 5 լրացուցիչ օր, իսկ տարին սկսվում էր նավասարտի առաջին օրը օգոստոսի 11-ին։ Տոմարների փոփոխությունը կապված էր ոչ միայն կենսակերպի հարմարավետության հետ, այլ հետապնդում էր մի շարք քաղաքական և կամ կրոնական հարցեր։ Այդ իսկ պատճառով տոմարային տարբերությունները առկա են մինչ օրս։ Հատկապես ընդգծված տարբերություններ կան արևմտյան և արևելյան եկեղեցիների տոնացույցերում, սակայն անկախ օրացույցային փոփոխություններից հիշարժան պահերը և հեքիաթային տոները չեն դադարում կորցնել իրենց թաքնված հրաշքները և մշտապես մնում են ալ-կարմիր գույնով ընդգծված։ Հայ առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Ծնունդը տոնում է հունվարի 6-ին, բայց պատմության ընթացքում տոմարի ոչ ճշգրիտ փոփոխությունների հետևանքով առաջացած անհամապատասխանությունները հանգեցրին նոր ու գեղեցիկ ավանդույթների վերաիմաստավորմանը, պահպանելով դարերի խորքից եկած տոնակատարություն խորհուրդը, և այդպիսով ժողովուրդը ավանդույթի ուժով շարունակում է տոները նշել երկու անգամ՝ հունվարի 13-ին և հունվարի 18-ին, համապատասխանաբար Ամանորը և Սուրբ Ծնունդը։ Այս ամենից անմասն չի մնացել նաև մեր չքնաղ Վայոց ձորը, որի բնակիչները այս ոչ պաշտոնական, բայց արդեն ավանդական դարձած տոներին հաղորդել են իրենց ավանդույթները։ Հունվարի 18-ի գլխավոր խորհուրդը Աստվածամոր մեծարումն է։ Այդ մեծարման ավանդության անքակտերի մասն է կազմում նաև բուրումնառատ ու համեղ խոհանոցը, որն ավելին է, քան ճաշատեսակների բազմազանությունը և յուրօրինակ իր պատմությամբ։ Այս տոնի ընթացքում արդեն քանի դար Վայոց ձորյան ընտանիքների տոնական սեղաններից անբաժան է մնում սերնդե-սերունդ փոխանցվող Մարիամի ճաշ կամ օրհնված ճաշը։ Մարիամի ճաշ է անվանվել, որովհետև կերակուրի գլխավոր բաղադրիչ է համարվում սպիտակ բանջարը, սֆտկյունը, կամ առավել տարածված Մարիամի ծամեր կոչվող բույսը, որին վերագրվում է բուժիչ հատկանիշներ։ Բուժիչ հատկանիշների պատճառ ըստ ավանդության այն էր, որ այդ բույսը հավաքվում էր հենց ինքը Աստվածամայրը։ Մարիամի ճաշը իր հերթին ունի մի շարք տարատեսակներ և յուրաքանչյուր համայնք ունի իր պատրաստման առանձնահատկությունները։ Ժողովուրդը ոչինչ պատահական չի անում և Մարիամի ճաշի ցանկացած բաղադրիչ ունի իր խորհուրդն ու նշանակությունը։ Բաղադրիչներից թերևս առաջինը խոշոր կորկոտն է կամ երկանքով ջարդված ձավարը։ Մարիամի ճաշի պատրաստման հիմնական նպատակն է զերծ մնալ գալիք տարվա փորձանքներից և գժտություններից, ինչպես ընտանիքի ներսում, այնպես էլ ամբողջ համայնքում։ Այդ իսկ պատճառով գլխավոր բաղադրիչ հանդիսացող խոտաբույսը քաղցր է ընտրված, որպեսզի մյուս տարին, ինչպես տեղացիներն են սիրում ասել, քաղցրացնի։ Ձավարը, մասնավորապես ծեծած ձավարը, կորկոտը խորհրդանշել է պտղաբերությունը և սերնդի ու տան շարունակությունը։ Հին տոմարով Սուրբ Ծնունդը այլևս նախկինի պես չի նշվում, սակայն ավանդապաշտ ընտանիքներում և համայնքների մեծամասնության համար այն չի կորցրել իր կարևորությունը։ Հին տոմարով Սուրբ Ծնունդը մեծ շուքով նշվում է նաև Երուսաղեմի հայոց պատրիարքությունը և տեղի համայնքը։ Ընդհանրապես մեր երկրում ընդունված է ոչ պաշտոնապես հին տոմարով նշել միայն Նոր տարին և որոշ մարզերում, մասնավորապես Վայոց ձորում, հին Սուրբ Ծնունդը։
Սակայն վայոց ձորյան տոնացույցի գլխավոր առանձնահատկություններից մեկը այն է, որ տարվա ընթացքում հին տոմարով, այսինքն 13 օր տարբերությամբ այլ տոներ էլ ևս նշվում են, որոնց թվում է Տյառն Ընթառաջը կամ Տրնդեզը, իսկ այս մասին ավելին իմանալու համար հետևեք մեր էջին, տարածեք տեսանյութը և թողեք ձեր կարծիքը մեկնաբանությունների հատվածում և չմոռանաք գրել, թե ինչ հետաքրքիր ավանդույթներ դուք գիտեք Վայոց ձորի մասին։